շնորհակալություն հայտնեմ այս նախագծի համադրողներին, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրինությանը, Տաթևին Սարոյան եւ աջակից գործակիցներին եւ պարոն Հակոբին իհարկե, որտեղ շատ հետաքրքիր եւ ինձ համար շատ նորություններ եք բացահայտեցի։ Հիմա տեղափոխվենք մեկ այլ աշխարհ, ինչպես ասացի, Իրան, որտեղ Ղահվեն, սուրճը, սրճարանը, սրճախմությունը ընդհանրապես իրանահայերի հետ է այդպես շոշափվում, այսինքն Ղահվե Արմանի շատ հայտնի է այդպես, այսինքն հայկական սուրճ։ Ինչքան էլ իրենք լավ պատրաստեն, իրենք շատ լավ գիտեն, որ հայերը ավելին են պատրաստել։ Կան շատ այսպես հետաքրքիր նրբություններ, ավանդույթներ, փորձեմ հասնել եւ ժամանակի մեջ տեղավորել այդ ամեն ինչի մասին խոսել։ Ինձ համար բավական հետաքրքիր այս թեմայով խոսել, որովհետեւ ծնունդից Իրանից եմ, ծնունդով եւ մոտավորապես մի 25-26 տարի է ինչ այդպես մշտական տեղափոխվել եմ Հայաստան եւ առաջին օրվանից այդպես բացահայտեցի, որ ինչքան մեծ տարբերություն կա Հայաստանում ընդհանրապես այդ ավանդույթների մեջ, վերաբերմունքը այդ խորհրդավոր սուրճին, որտեղ դա ինչ-որ մի էկզոտիկա է պարունակում, մանավանդ Իրանում։ Այստեղ մի քիչ առաջին այդպես տարիներին ինձ համար բացահայտեցի, որ սուրճը, այստեղ վերաբերմունքը մի քիչ Իրանում թեյի հետ է ասոցացվում, այսինքն ինչպես Իրանում թեյը այդպես աչքերը բացելու կամ զարթնելու հետ է կապվում, այստեղ նույնպես եւ ուսանողական տարիներին այդպես կուրսեցիներով հավաքում ենք միտեղ, քնում ենք, այսինքն սովորում ենք քննության ժամանակ, առավոտյան ժամը 7-ին իրենք այսպես անկողնում են սուրճ են բերում, ինձ համար շատ տարօրինակ էր, որովհետև Իրանում այդ ժամանակահատվածը սրբություն է, կարծես թե, թեկուզ 10-15 րոպե, որը հատկացվում է սրճախմությանը, դա պետք է ամեն ինչից կտրված լինենք։ Եվ մինչ օրս այդպես շարունակվում է, այսինքն հատուկ ժամանակ կա, նախաճաշին երբևիցե սուրճ չի մատուցվում, թեյ եւ նախաճաշային այդպես ինչ-որ հատուկ ուտեստներ, բայց ժամը 10:30-11-ին դա արդեն սուրճի ժամն է, որը սրբություն է համարվում հայ կանանց համար, իրանահայերի համար, կտրվում են հոգսերից եւ սեղանը բացվում է քաղցրավենիքներով, արմավը կա եւ մյուս քաղցրավենիքները եւ բամբասանք, հարևան, բարեկամ, համայնքային այդպես այո, այդ ամեն ինչը փոխանցվում է, բոլորը ամեն ինչից տեղյակ են լինում եւ այլն։ Ընդհանրապես սուրճը, ինչպես ասացի, իրանահայերի հետ է կապվում եւ դա մենք կարող ենք այդպես հետքերով գտնել ավելի գիտականորեն, այսինքն դա վաղուց եղել է եւ իսլամ ընդունումից հետո դա այդ ավանդույթները ինչ-որ չափով եկել գնացել, բայց ավելի գիտականորեն հիմնավորված է, որ հայերի տեղափոխումը, երբ Սեֆյան Իրանում Շահ Աբբասը այդ գաղթի ժամանակ հայերին Իրան տեղափոխեց Ջուհայից կամ Նախիջևանից եւ տեղավորեց այդպես Սպահանի, Զայանդե գետի կամ Զայանդե ռուդի այդ հարավային հատվածում եւ ի հիշատակ փաստորեն Ջուհայի այդ հատվածը կոչվեց Նոր Ջուհա։ Այդ ժամանականից արդեն սուրճը իր արմատները այսպես ձևավորեց, գծեց։ Այսինքն Շահ Աբբասը նպատակ ուներ, որ Իրանը այդ ճակերտավոր ինչ-որ չափով հետամնացությունից կամ ավանդապաշտությունից հեռացներ եւ հայերը միջոց դարձան։ Շատ լավ գիտակցում էր Շահը, որ հայերը լինելով ավելի այդ ժամանակ ինչ-որ չափով առաջադեմ, կիրթ, տարբեր լեզուներին տիրապետող, այսինքն խոջաները, առևտրականները, որոնք արդեն կապեր ունեն եվրոպական շատ երկրների հետ եւ շատ ավելի արագ էին լեզու գտնում այդ տնտեսական կապերը կամ առևտրական կապերը զարգացնելու համար եւ հայերը դարձան միջոց։ Ուրեմն հայերը գալով Իրան տարբեր ավանդույթներ եւ սովորույթներից հետ տեղափոխեցին եւ այն խավի այդպես ներկայացուցիչները, որոնք արդեն Եվրոպայի հետ նույնպես ունեին կապեր,
Այսպես մի քիչ ձևափոխվեց այդ ամեն ինչը, այսինքն այն արմատացած սովորույթները, որ արդեն կար, իրենք մի քիչ ձևափոխեցին եւ իհարկե այդտեղ հաշվի պետք է առնենք նաեւ իրանցիների նիստուկացին, որը համեմվեց մեկ այլ նոր այդպես սովորույթներով սկսեց դրսևորվել եւ մինչ օրս շարունակվել։ Ասեմ, որ սուրճը ընդհանրապես շատ հետաքրքիր ձևով է պատրաստվում եւ տարբերություն Հայաստանում, այսինքն նախասիրությունն է տարբեր, եթե նախ շատ մարման կրակի վրա պետք է դա պատրաստվի, երկար, եւ վրայի սերը կամ այդ քափը պետք է վստահ լինի։ Եթե հյուրասիրության ժամանակ այդ սերը կամ քափը այդպես կատարվում է, այսինքն եռում է, դա թափվում է եւ նորն է պատրաստում։ Միգուցե մի 2-3 անգամ դա լինի։ Այս մանավանդ խնամախոսի կամ աղջիկ ուզելու ժամանակ, որը այդ փաստորեն այդ աշխատանքը հենց նորահարսին է տրվում, դա դրա միջոցով արդեն կարծիք են կազմում այդ նորահարսի կամ աղջկա այդ։ Մի խոսքով այդ երման եւ առանց քափը դա այդպես ընդունելի չէ եւ դա ամոթալի է։ Եվ վերադառնալով Փաստորեն Սեֆյան Իրան, այսինքն 17-րդ դար, 1630-ական թվականներ, տարբեր այդպես ճանապարհորդների կողմից էլ այդ ավանդույթները հայերի մոտ տեսնելով գրի են առել ճանապարհորդներ եւ մեզ են փոխանցել։ Ուրեմն այդ Ղահվե Արմենին կամ հայկական սուրճը դա մի խորհրդավորություն է իր մեջ այդպես պարունակում, որը հենց հայերի հետ է այդպես առնչվում եւ մի պահ, այսինքն Զանդիեների դինաստիայի ժամանակ այդ ավանդույթները կարծես թե դադարում են եւ հետագայում 1790-ական թվականների Ղաջարների ժամանակ կարծես նորեն այդպես վերածնունդ է ապրում։ Սրճարան բառը ընդհանրապես հեղվեխան է կամ սուրճ եւ տուն, սրճարան, այդ անունը կնքվեց հենց Ղաջարների օրոք։ Այստեղ մենք տեսնում ենք մի արվեստի տեսակ, որը Սեֆյան Իրանից գոյություն ուներ եւ իրանցիների կողմից նկարվում էր եւ ոչ հայերի։ Դա բողոքի մի տեսակ էր, ի բողոք այդ եվրոպականացման կամ մոդեռնիզացման, այսինքն ավանդապաշտ իրանցիներին այդքան էլ դուր չէր գալիս նույն Շահ Աբբասի քաղաքականությունը եւ որը հետագայում այլ թագավորների կողմից շարունակվեց նույն վաճառական հարստության ժամանակ, Ֆաթալի Շահի կամ Նասերդին Շահի ժամանակ։ Եվ փաստորեն Սեֆյան Իրանում ոչ ակադեմիական կրթություն ստացած մարդիկ, որը նկարիչ այդպես կարգավիճակ չունեին որպես նկարիչ, այլ ուղղակի այդպես զիրք ունեին կամ տաղանդ ունեին եւ նկարում էին։ Սկսեցին իրենց ավանդույթները պահելու համար նմանատիպ նկարներ նկարել, որը շատ ավելի ուշ, այսինքն 1900-ական թվականների սկզբին արդեն այդ դպրոցի անունը կոչվեց, բայց դպրոց ասելով ոչ թե ուղղակի ֆիզիկական էսպես դպրոց, այլ այդ նկարները դասվեցին, հավաքագրվեցին որպես այդ դպրոցի ներկայացուցիչ։ Այսինքն հետքերը գալիս են 17-րդ դարից։ Հիմա ինչ էր իրենից ներկայացնում այդ Ղահվեխանեի արվեստը։ Ուրեմն, ինչպես ասացի, ավելի հոգևոր կամ այդ մարդկանց մոտ, որ այն մուսուլմանների մոտ, որոնք ավելի ավանդապաշտ էին, իրենց ծեսերը, ավանդույթները, առասպելները, պատմությունը, կրոնը պահելու եւ պահպանելու համար նկարում էին այսպես նմանատիպ կոմպոզիցիաներ, որ թեյարաններում, որը հետագայում արդեն շատ ավելի ուշ այդ թեյարանի այդպես ցուցանակը դուրս եկավ եւ դարձավ Ղահվեխանե, այսինքն Չայխանեն դարձավ Ղահվեխանե, այդտեղ ցուցադրում էին նմանատիպ նկարներ։ Շաբաթվա վերջ, ուրբաթ օրերին հիմնականում կեսօրին հրավիրում էին ասմունքով այդպես վարպետներ եւ օրինակ Շահնամեխանի օրեր նշանակում, այսինքն Շահնամե արտասանում եւ մեկ հոգի դերակատարություն ուներ եւ թատերական եւ ասմունքով այդպես ինքը եւ Ռոստամ
Սամի և Զոհրաբի դերակատարությամբ այդպես կարծես մոռացությունից ինչ-որ չափով փրկելու համար, որտեղ իսկապես այդ մոռացության եզրին է, որտեղ ավելի շատ նորին էին կարևորություն տալիս և այդպես բեմադրվում էր նմանատիպ գործեր։ Այսինքն գործերի կից ինչ-որ պաստառներ ցուցադրելու համար այդ վարպետները նկարում էին, ասենք, 10-15 կտավ և զուգահեռ ցուցադրելով ավելի այսպես պատկերավոր տպավորություն էին թողնում այդ այցելուների համար։ Մենք այստեղ ունենք արդեն այդ նույն փաստորեն ցուցադրող այդպիսի պատմական մի թեմա եւ շատ հետաքրքիր ավանդույթներ կար, որը շատ ավելի ուշ մեր հայազգի նկարիչ, մոդեռն արվեստի հիմնադիր առաջին այդպես իրանցիները համարում են, որ Մարկո Գրիգորյանը մոդեռն արվեստի հիմնադիրն է եղել, բայց կան տարբեր այդպես կարծիքներ, հիմնադիրներից մեկը հաստատ եղել է եւ ինքը բացահայտեց հենց նույն խաղաղեխանայի արվեստը։ Եվ կար փոքրիկ այդպիսի նրբություններ։ Պատվիրատուն, այսինքն այդ թեյարանի, սրճարանի սեփականատերը, ինքը պատվիրում էր կտավները եւ երբեմն ինքն էր թելադրում այդ կոմպոզիցիայի ինչպիսի լինելը։ Երբեմն ինքը նաեւ դերակատարություն էր ունենում, այսինքն գլխավոր հերոսի դերում լինում էր ինքը։ Այստեղ մենք ունենք Զախում Մարկո Գրիգորյանի նկարը, կենտրոնում Ղուլե Ռավասին, որը ամենավերջին սերնդի ամենահայտնի վարպետներից մեկն է եղել, ինքը չի ունեցել նկարչական որևէ կրթություն եւ հենց Մարկո Գրիգորյանն է բացահայտել իրեն։ Պատմությունը մի քիչ պատմեմ եւ անցնենք այդպես առաջ։ Ուրեմն Մարկոն երբ Իտալիայի Ռոմի Գեղարվեստի ակադեմիայում է սովորում, վերադառնալով Իրան, շատ հետաքրքիր բան էր պատմում։ Ասում էր, մինչև ես Եվրոպա մեկնելը, ինձ համար Իրանը եւ իրանական արվեստը կամ այդ ավանդույթները ազգային այդ դպրոցը ինձ համար մի քիչ ձանձրալի էր։ Երբ ես արդեն մեկնեցի Եվրոպա, սովորեցի Գեղարվեստի այս դպրոցում, այդ ժամանակ ես հասկացա, որ Իրանը ինչպիսի այսպես հզոր, ուժեղ ավանդույթներ ունեցող երկիր է։ Վերադառնալով Իրան ես սկսեցի հասկանալ, այսինքն դա արդեն Փահլավիների ժամանակաշրջանում է, Ռեզա Շահի ժամանակ։ Վերադառնալով Իրան ես հասկացա, որ շատ այսպես արհեստական ինչ-որ բան է տեղի ունենում, այսինքն ոչ թե այն արվեստի զարգացումը, որ ամբողջ աշխարհում է տեղի ունենում, այլ արհեստականորեն իրանցիները փորձում են նորը վերցնել։ Եվ դա իհարկե ժամանակաշրջան էր թելադրում։ Այսինքն շահը, Ռեզա շահը, իր կինը, Ֆարահը հատուկ պետական բյուջե տրամադրվում իրենց, որ իրենք գնում են կոնկրետ հայտնի ժամանակակից արվեստի ներկայացուցիչներից գնում էին անձամբ գործեր եւ բերում էին Իրան։ Եվ հենց այդ ժամանակ կառուցվեց Իրանի ժամանակակից արվեստի թանգարանը, որը մեր տարածաշրջանում եզակի է, պահվում են տասնյակ Պիկասոներ, Դեգաներ, Գոգեն եւ այլն եւ այլն։ Մարկոն վերադառնալով Իրան զգաց, որ չի կարող պատահի, այսինքն այնպեսի մի երկիր, որը Իրանն է, ունենալով այնպեսի մշակութային հզոր անցյալ, չի կարող այսպես կուրորեն միանգամից հինը դնի կամ ավանդականը դնի մի կողմ եւ անցնի նորին։ Եվ շատ ճիշտ կռահելով, որ այդ հետքերը ինքը կարող է գտնել բազարում կամ շուկայում, ինքը գնաց շուկա եւ ասեց արդեն խանութից խանութ կամ կրպակից կրպակ ես որ այսպես հետազոտում էի կամ ասենք այսպես նայում էի, զգացի ինչ-որ մի արվեստի տեսակներ կան կամ ասենք գործեր կան, որոնք կախված են, ասենք հաստատ պանելներում, մսավաճառների, այդպես խանութում, թեյարաններում եւ այլն, ոսկերիչների, ասենք այդպես արվեստանոցում եւ այլն։ Հարց ու փորձ անելով ինքը այդ հետքերը տարավ դեպի Ղուլե Ռավասին եւ արդեն հասկացավ, որ կան վարպետներ, որոնք սերնդեն սերունդ իրենց երեխաներին, այսինքն իրանական մանրանկարչական արվեստը այդպես իրենց երեխաներին փոխադրելով կամ փոխանցելով այդ նրբությունները եւ ավանդույթները պահում են իրենց մեջ, որ այդ չամետանա։
Ուրեմն այդ թեարանների սեփականատերերը շաբաթվա յուրաքանչյուր շաբաթվա վերջ մի թեմայով հրավիրում էին ինչ-որ հայտնի ինչ-որ ասնախոհ մարպետների եւ այդտեղ ինչ-որ թատերական հետաքրքիր ներկայացում էր լինում։ Ի բողոք փաստորեն այդ նորարարության, այսինքն դեպի եվրոպականացման այդ հոսքը, որը այսպես արագորեն այսպես գնում էր։ Եվ շատ հետաքրքիր է, որ բացահայտեց մարդուն, որ երբեմն ի բողոք, փաստորեն դա պետական մասշտաբով, այդպես մի հրաման չասեմ, բայց պարտադրանք էլ չէ, բայց համենայն դեպս այդ թեհրանները ուզեն, թե չուզեն, փոխեցին իրենց այդ առօրյա եւ ընդունված այդ իրենց թեյախմության ավանդույթները, բայց այն հասարակության այն զանգվածը, որոնք դեռ այդքան էլ իրենց համար ընդունելի չէր, նույն քամարբարիկ կամ այսպես փոքր հատուկ թեյերի բաժակի մեջ իրենք մատուցում էին սուրճ։ Կամ հակառակը, եթե եվրոպական այսպես ֆենջաններ կամ նմանատիպ հատուկ թեյերի համար եվրոպական բաժակներն էին, դրա մեջ սուրճ թեյ էին խմում։ Այսինքն անընդհատ փորձում էին այդ հոսքին այդպես հակառակ գնալ։ Հայերը այդտեղ իհարկե մեծ դերակատարություն ունեին, հայերը Փահլավիների ժամանակաշրջանում եւ աշխոնական այդ միջավայրում իրենք ունեցել են մեծ պաշտոն, այսինքն առանձնահատուկ պաշտոններ են ունեցել, որտեղ հայերը դիտվելով որպես ֆարանգի կամ դրսից եկած եվրոպացիներ ինչ-որ չափով շատ ընդունվում էին եւ իհարկե դա առանձին մի թեմա է, այսօր չեն կարող անդրադառնալ, բայց համենայն դեպս այդ անունը կքեցին որպես Կահվե Արմենի, այսինքն հայկական այդ սուրճը իրենցով արեցին եւ ինչ օրս Այստեղ, այս նկարն է շատ հետաքրքիր, որ պատվիրատուն, փաստորեն արդեն պարզ է, պատվիրելով այդ նկարը, որը պետք է դասախոսության կարծես հիմք էր դառնում եւ այսպես ինքն էլ դերակատարություն ուներ։ Անունները գրվում էր, ով որտեղ, այսինքն մանր այդ մեծ մասշտաբով այդպես կտավների վրա գրվում էր, որ ով է եւ անցնելով առաջ ամենավաղ շրջանի սրճարաններն եք տեսնում, իհարկե մեկ անգամ եւս կրկնեմ, որ այդ թեհրանները, որոնք բազարում էին եւ ընդմիջման ժամանակ այդ արհեստավորները, խանութպանները այդպես գնում էին դուքաններից, հայտնվում էին այդ թեհրաններում եւ երբեմն սուրճերում, երբեմն թեյ, շատ հասարակ եւ շատ պարզ տեսք ունեին, որը մենք ամենասկզբից տեսանք, բայց ավելի ուշ նմանատիպ հատուկ այսպես եվրոպական, իրանական, ինչ-որ ճարտարապետական սինթեզով նմանատիպ շինությունները, որոնք կառուցվել էին, ասենք, Փահլավիների ժամանակ, դրանց հատուկ տեղ էին զբաղեցնում, այսինքն մի մասը որպես սրճարան։ Ամենավաղ սրճարանները, որոնք պահպանվել են մինչ օրս կան, նույն ճակատով, մոտ 100-110 տարի, կան, որ շատ-շատ են ձևափոխվել, բայց դեռ մի բան կան առնենք, մի քանի այդպես հետաքրքիր պատմություններ, հենց նույն ղաջարական հարստության ժամանակ, որը մի քանի արտահայտություններ կան սուրճի եւ իրենց դինաստիայի կամ ժամանակաշրջանի հետ կապված, կոնկրետ օրինակ Կահվե Ղաջարի, այսինքն ղաջարական սուրճ, դա շատ հետաքրքիր մի պատմություն ունի եւ ինչ-որ չափով բացասական։ Ուրեմն ղաջարական ժամանակաշրջանը, ովքեր որ այդպես պատմականորեն տեղյակ են, շատ հակասական ժամանակներ է եղել եւ մինչ օրս պատմաբանների կողմից շատ տարբեր եւ հակասական կարծիք են կազմում պատմաբանները, որպես Իրանի ավանդույթները այդպես տապալող կամ անհետացնող այդ մի ժամանակաշրջան, բայց կան նաև պատմաբաններ ավելի այսպես առաջադեմ ինչ-որ չափով հայացքներով, որը եվրոպական եւ նորի այսպես հիմքը դնող ժամանակաշրջան են համարում։ Իսկ Կահվե Ղաջարի թունավորման համար նախատեսված սուրճ էր, այսինքն սուրճ էր, որի մեջ թույն էին լցնում եւ խոստովանություն ստանալու համար այդ սուրճն էր օգտագործում։ Այստեղ մենք վերջում կնայենք մի փոքրիկ հատվածի ֆիլմ, Քյամալոդի ֆիլմից, որտեղ գլխավոր դերակատարից այդպես խոստովանություն
եթե հոգեբանորեն շահը կամ այդ վեզիրը ըստ որ աններ է դիմացինը անմիջապես հակակույն է մատուցում։ Եվ այդ ֆիլմի մեջ մենք տեսնում ենք շատ հավաստի աղբյուրներից ելնելով մենք գիտենք Նասեդի շահի ժամանակ եւ ընդհանրապես Նասեդի շահից հետո է Հաջարին այդպես ընդունել չասեմ, բայց շատ ավելի տարածվել է եւ բոլորն են դրան եւ քաղաքական այն ներկայացուցիչները, որոնք կողմ չէին շահի նախագծերին կամ այդպես իրենց քայլերին, այդ դա մատուցվում էր եւ կան բազմաթիվ այդպես Սպահանի նահանգապետի պատմությունը, որ 4 հոգով մի օրվա մեջ այդպես թունավորվում են, ամեն մեկը իր տուն գնալով հաջորդ օրը արդեն բոլորին դին այդպես գտնում են եւ նմանատիպ պատմություններ։ Մենք այդ պատմությունների նույն վաճառական ժամանակաշրջանի հետ կապված սիրահար զույգերի հետ կամ ասենք աղջիկ ուզելու ժամանակ է այդ Հաջարի մատուցվում եւ էլի ակնհայտ։ Այսինքն տղան, որը գնում էր աղջկա տուն կամ այդ հարսնացուի տուն աղջիկ ուզելու, տղային փորձարկելու եւ փորձելու համար, որ ինչքան վճռական է եւ հաստատական եւ ինչքան խորն է պիսի այդ սերը, վերում են մատուցում են այդ Հաջարին։ Եվ այո, որ տղան եթե վստահաբար այսպես այդ գավաթը վերցնում էր եւ տանում էր դեպի խմում էր կամ եւ այլն, արդեն վստահանում է, որ ինքը ինչքան սիրով է լծված եւ անմիջապես այդ հակակույնը մատուցում էր եւ ինքը բանացավ։ Բայց եղել է նաեւ բան, որ տողացով այսպես վերցել անմիջապես իրենց այդպես մերժել են եւ այդ աղջկան փաստորեն չեն տվել այդ տղային։ Վերադառնալով մեր սրճարաններին, այստեղ տարբեր սրճարաններ կան, որոնցից ես մի մասն եմ իհարկե նկարներով այստեղ ցուցադրել, որոնք կան դեռ գործում են մինչ օրս։ Այո, Թեհրան, բոլորը ինչ նկար որ այստեղ կան, բոլորը Թեհրանում, Լալեզար փողոցում եւ տարբեր փողոցներից նկարներ են, որոշները համացանցից այդպես վերցած եւ որակալ լավ չէ։ Օրինակ այստեղ Կաֆե Գոլերեզայեն, այս նույն բաժակներն էր եվրոպական ինչ-որ չափով, որը սուրճ էին մատուցում եւ հիմա ավելի թանգարանային այդպես նշանակություն է տվել։ Կանայք ընդհանրապես այնքան էլ հաճելի չէր եւ լավ չէր դիտվում կանանց սրճարան գնալը։ Դա իհարկե խաչարական ժամանակ կամ կարելի ասել ընդհանրապես խուսափում էին։ Երբեմն լրտես կանանց էին տղամարդու պես հագցնում եւ ուղարկում սրճարան։ Դա աշխունիքից հատուկ հանձնարարություններ էր լինում, ասենք հարեմի կանանցից մեկին ինչ-որ հատուկ շորեր հագցնելով, դե մի հատ հիշեք այն ժամանակվա կանանց, այսինքն շատ հեշտ էր այդպես ձևափոխելը եւ գնում էին հատուկ լրտեսության համար հակառակորդներից, որ հասկանային չէ կատարում, բայց այսպես ազատորեն ուրիշ բան եմ ուզում պատմեին, բայց սուրճ չէ։ Այնտեղ գնալը փաստորեն այդքան էլ չէր լավ դիտվում։ Իսկ ավելի ուշ Փահլավիների ժամանակ կամ Ռեզա Շահի կամ Մոհամմադ Ռեզա Շահի ժամանակ դա մոդեռնիզացման կամ առաջադիմության ինչ-որ մի նշան էր եւ իհարկե գնում են սրճարաններ, այս սրճարաններից մեծ մասը հայտնի են նրանով, որովհետեւ ժամանակակից գրականության մեջ այդպես շատ անվանի դեմքեր, բանաստեղծներ, սցենարիստներ, գրողներ, դրամատուրգներ իրենք այնտեղ գնում են եւ իրենց ոտքերը կամ այդպես մուսան, կարծես թե այնտեղ են գալիս։ Սադեղ Հեդայաթ, Բոզորգ Ալավի եւ այլն եւ այլն։ Այն կան ավելի ուշ շրջանից, երբ լուսանկարչությունը արդեն մի քիչ մասսայական բնույթ է կրում, այսինքն 1850-ական, 60-ական թվականներից, արդեն կան նրանց լուսանկարները, որոնք նստած այդպես այդ ծուխի կամ սիգարի ծուխի ներքո իրենք գրում են եւ դրանով իսկ հայտնի է։ Սրճարաններ, ինչպես դա նայած սրճարաններ, այո, խաչարական ժամանակ շատ ընդունված է եղել, Փահլավիների ժամանակ նայած ինչ որ սրճարանի մասին ենք խոսում։ Սրճարանները ունեցել են շատ պարզ, այդպես կառուցված, ֆինական կամ իռլանդական այդպես փայտից հատուկ պատրաստված աթոռներ, որոնք անընդհատ վերականգնում են եւ մինչ օրս գործածվում են, այսինքն այդ կոլորիտը, շունչը պահպանվում է մինչ օրս։
Այստեղ մենք ունենք օրինակ շատ հայտնի, որ մի օրս, չգիտեմ, նադերին ինչպես է, երևի անցել է կամ չի ցուցադրվել, այն սրճարաններն են, որոնք հայտնի են իրենց ձեռքով պատրաստված, հայերի կողմից ձեռքով պատրաստված հատուկ կաֆե բաները, քաղցրավենիքները, ինչպես լորդն է, և նադերին, որը նույնպես գործող է մինչ օրս, և շատ հետաքրքիր է, այսինքն ինչքան էլ ժամանակակից սրճարաններ, սա նադրի կամ նադերին է, ինչքան էլ նոր սրճարաններ և ավելի այսինքն մոդեռն կամ ասենք ժամանակակից ձևավորում ստացած սրճարաններ կան, այնուամենայնիվ այս սրճարաններ ունեն իրենց հաճախորդները, սա այն ծիսական և այն այսպես էսթետիկ և միսի մի մթնոլորտ է, որը այդտեղ չի լինի, ընդունված էր և դեռ ընդունվում է, որ շատ հայտնի մարդկանց նկարները, այդպես կամ ստորագրությունները կամ երկտող այնտեղ պատերից կամ տարբեր այդպես գրքույկների մեջ, այսինքն մոտ 100-120 տարի առաջվանից արդեն այդ ավանդույթը շարունակում է և մինչ օրս կա։ Այստեղ ես մի քանի անուններ եմ նշել, օրինակ Կաֆե Լորդը, որը գործող է և Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացն է, անմիջապես, այսինքն նույն փողոցի վրա, Լեո և Աննիկ են եղել սեփականատերը և այդպես սերնդեսերունդ իրենց տանիքը այդպես աշխատեցնում են և նադերին, որը Խաչինկ Մատիկյանն է եղել սեփականատերը և հետո իրենց զավակները, հարսները և այլն, այսինքն և իրանցիների մոտ այդ ընտանեկան, իհարկե իրենց մոտ էլ կա այդ ընտանիքը, վեն, որպես գաղափար, բիզնեսը և այլն, բայց հայերի կողմից շատ իսկապես այն որ ասում են տնական ինչ-որ բան, իրենց հագու կապով, իրենց ամեն ինչով և մատուցման եղանակով և շատ այսպես քիչ տեսականիով, այսինքն այդ սրճարանները այնպես չի, որ մտնում ենք և մի 10-15 ձևի ինչ-որ խմորեղեններ կամ քաղցրավենիք լինի, հատուկ են ինչ-որ իրենցը, ամեն մեկը, օրինակ նույնպես լորդի, ասենք, բանը, հայերեն հիշեմ, էկլերը, իր այդ կրեմը շատ յուրահատուկ է, իր պատրաստած պաղպաղակը, իր փոքրիկ մանր քաղցրավենիքը նաբաթով և արմավով պատրաստված և այլն և այլն։ Ինչպես? Մի քիչ, այստեղ մի շատ հետաքրքիր բան ենք տեսնում, այսինքն մեր վերջին 20-30 տարիների ընթացքում ենք այս փոփոխությունը և կարևորությունը տեսնում, որ ղաջարական հին տները, որոնք պահպանվել են իրենց արտաքին և ներքին տեսքով և կամ քիչ փոփոխության են ենթարկվել, սեփականատիրոջ միջոցով կամ վարձակալության է տրվում, կամ հենց իրենք այդպես հատուկ սրճարանային բիզնես են սկսում։ Այստեղ մի քանի այդպիսի օրինակներ եմ բերել, որը մինչ օրս, այսինքն վերջին 30 տարիներին այդպես այդ ավանդույթը սկսել է, զարգանում է և քաղաքի ժամանակին, որ կենտրոն է եղել, այսօր մի քիչ ավելի ծայրամաս, բայց այն քաղաքի այն հատվածն է, որը տվյալ ժամանակաշրջանի շունչը և ավանդույթները ամեն քայլափոխին զգում ենք։ Ասենք Գոլեստան Պալատ թանգարանի շրջակա այդ հատվածում, որտեղ հայտնի է այդ պալատը, որը հիմա թանգարանի է վերածվել, դա հենց ղաջարական Սեֆևյաններից եկած տարբեր թագավորներին պատկանող այդ պալատն է եղել, որը արդեն թանգարանային կարգավիճակ ունի։ Եվ դրանից դուրս, այսինքն այդ փողոցին և շատ ուրախալի է, որ իրանցիները շատ ավելի այսպես խնամքով դա իսկապես և նախանձելու և շատ գովելու ինչ-որ մի հանգամանք է, որ իրենք պահել են այդ կոլորիտը, այսինքն մտնելով այնտեղ մի բաժակ սուրճ խմելով, դու արդեն կարողանում ես մտքով ժամանակագրական այդպես հետ գնալ և զգալ այդ ամեն ինչը, խորհրդավորությունը, այն բաները կամ այն թաքուն և ոչ բացահայտված այն իրավիճակները, որոնք գրականության մեջ մենք կարդում ենք գրող բանաստեղծների կողմից և այդտեղ իսկապես կարծես այդ ամեն ինչը այդպես ինչ-որ մի պահ քեզ կտրում է այս ժամանակահատվածից։ Այստեղ ուրեմն շատ տարբեր տիպի ձևի սրճարաններ կան ժամանակակից մեր
Եվ իրենց մոտ շատ ընդունված է այդ երկար, այսինքն իրենց եթե պես ավելի միջազգային եւ մեր օրյա բանով այդպես բիզնես լանչ, որ ասում ենք գնում ենք դուրս ճաշելու, բայց իրենք հենց մի գավաթ սուրճը եւ ավելի նախընտրելի իհարկե հայերի կողմից պատրաստված այդ սուրճը այդ ժամանակը հատկացնեն նմանատիպ վայրերում, այսինքն շատ մինիմում բաներ կան, սահմանափակ ընտրանի, բայց երկար ժամանակ կարող են ամբողջ այդպես գործընկերներով հավաքվել, ժողով անել եւ ժամանակ անցկացնել։ Իհարկե կան ի հակառակ այս ավանդական տեսք ունեցող սրճարանների կան նույնպես ժամանակակից սրճարաններ, որոնք չեն զիջում եվրոպական եւ ամերիկյան, չգիտեմ, ժամանակակից սրճարանների, բայց հիմնականում կնկատեք, որ ավելի, այսինքն եւ նկարները ես փորձել եմ նմանատիպ նկարներ ընտրել, ավելի հաջողակ են այն սրճարանները, որտեղ այդ հինը եւ նորը շատ հետաքրքիր ձևով իրար հետ ներդաշնակ աշխատում են, սինթեզված են, մատուցողները երբեմն ավանդական ինչ-որ զգեստներով, մատուցելու ձևը եւ այդ ամեն ինչը շատ յուրահատուկ եւ յուրաքանչյուր սրճարան փորձում է իր ձեռագիրը ունենալ։ Այստեղ մենք ունենք ընդհանրապես սեփական մի տուն, որը իր բակում եւ սա վերջին էլի մի 20-30 տարիների ընթացքում շատ ընդունված է։ Քաղաքի կենտրոնում կամ ծայրամասերում սեփական տները այսպես շատ բարձր գներով վաճառում են մեկ հարկանի կամ երկու հարկանի ինչ-որ տներ եւ բակում երբեմն հենց տան ներսում ինչ-որ գրադարանով շատ հետաքրքիր գրականություն, արվեստի մի կողմ, չգիտեմ, պատմականը մի կողմ, այսինքն այնտեղ դուք երկար ժամանակ մեկ ամբողջ օր կարող եք ժամանակ անցկացնել եւ տան տիրոջ հենց պատրաստած քասրավենիքը, սուրճը, կողքը, թեյը այդպես համտեսել եւ ժամանակ ունենալ։ Ինչպես այս նկարում ենք մենք տեսնում, կահույքը էլի կնկատեք եւ այստեղ մյուս նկարում ես մի քիչ ավելի ծայրահեղ այսպեսի մի սրճարան եմ ընտրել, շատ բարձր գնով, այսինքն այդտեղ միայն մուտքի համար շատ մեծ թիվ են պահանջում, այսինքն կապ չունի դուք այդտեղ ինչ եք ցանկանում, ինչ եք պատվիրում, սա փաստորեն սառցե պալատն է, որ տարբեր տարվա 4 եղանակների այդպես սառցե այդպեսի նմանատիպ մթնոլորտ է եւ հատուկ կենդանիների մորթիներից պատրաստված այդպես աթոռակների վրա դուք կարող եք ժամանակ անցկացնել նկարել լուսանկարվել է այնտեղ նույնպես գնով, այսինքն շատ բարձր այդպես գին է եւ այդպես մարդիկ բիզնես են անում։ Մի հատ ես հիշեմ ինչ է բաց թողել։ Այո, ամեն ինչ սառցից է։ Եվ տարվա բոլոր եղանակներին այո, հատուկ ուխտի կամ տարբեր այդպես կենդանիների այդպես բրդյա հատուկ ինչ-որ շահվեր, ոչ միալ տեսակ, այսինքն եւ ազգայինի շունչն ենք մենք այնտեղ նկատում զգում եւ ընդհանուր այդ տարօրինակ եւ ոչ անսովոր այդ մթնոլորտում կարելի է այդ ամեն ինչը տեսնել եւ զգալ։ Սուրճը դառն է, թե կա։ Դա նախասիրություն է, այսինքն, բայց ընդհանրապես դառը եւ թանձր։ Այսինքն այդ քափի ստանալու համար դա չափաբաժին շատ կարևոր է ստանալը։ Եվ ճիշտ իհարկե պատրաստումը։ Իհարկե քաղցրը, շաքարը, ավազը եւ այլն չի խանգարում նրա քափի, այսինքն ստանալու համար, բայց դա նախասիրություն է։ Եվ վերադառնալով մեր հայազգի նկարիչ արվեստագետ Մարկո Գրիգորյանին, ասեմ, որ ինքը շատ մեծ, այդպես իր անվան հետ շատ մեծ ներդրում է ունեցել Իրանի ժամանակակից արվեստի պատմության մեջ։ Ոչ միայն ինքը որպես հողարվեստի կամ land art-ի կամ earthwork-ի ներկայացուցիչ, ոչ միայն որպես կոլեկցիոներ, որը մենք իր գործերը գիտենք, որ 80-ական թվականների վերջին նվիրվեց Հայաստանին եւ պահվում են գրականության եւ արվեստի թանգարանի հատվածում, ի հիշատակ իր դստեր Սաբրինա Գրիգորյանի այնտեղ ունի շատ մեծ հավաքածու եւ իր ստեղծագործություններից եւ իր հավաքածուից, այսինքն Մարկոն որպես արվեստագետ մի կողմ դնելով եւ գնահատելով եւ արժևորելով իրանցի պատմաբանները եւ արվեստաբանները գնահատում են եւ Մարկոյի անունը միշտ Իրանի ժամանակակից արվեստի պատմության մեջ հիշատակում են որպես Ղահվեխանեի արվեստի
բացահայտող եւ այդպես հայտնագործող։ Այսինքն, եթե արդեն դրանից առաջ 3 դար գոյություն ուներ այդ խաբեխանայի արվեստը, սերնդե-սերունդ նկարում էին, բայց չէին արժևորում, որտեղ այդ նկարիչները ուղղակի ինքնուս նկարիչներ էին, այսինքն այդպես առանց թիկունք եւ առանց որևէ բանի, ուղղակի տաղանդավոր մարդիկ նկարել են եւ մարդուն սկսելով հավաքագրելով այդ նկարները տարբեր խանութներից, սրճարաններից մոտ 100-150 հատ որ դարձավ, ինքը մի մեծ ցուցահանդես արեց եւ այդպես մի դասախոսության շնորհիվ հանրությանը եւ արվեստասեր այդպես համայնքին ինքը ներկայացրեց այս արվեստի տեսակ եւ մի շատ հետաքրքիր արտահայտությամբ ասում էր, որ այս գործերը դուք փոխարեն գնաք հեռու ափերից Եվրոպաներից, ամերիկաներից գտնեք եւ գնեք այդպիսի թանկ գործեր, ձեր հողում կա այդպիսի ձեր հայրենիքում կա նմանատիպ բան եւ դուք անտեսում եք։ Ֆարահը այդ ժամանակ, այսինքն Մուհամմադ Ռեզա Շահի կինը գնեց մեծ քանակով այդ գործերից եւ արդեն թանգարաններ, ցուցասրահներ եւ այդ գործերը հիմա շատ բարձր այդպես գնահատվում են, բարձր գնով եւ համարվում են Իրանի ավանդական արվեստից դեպի ժամանակակից արվեստ գնացող այդ կամուրջը, այսինքն այդ ժամանակաշրջանը, որ մեծ ժամանակաշրջան է, այսինքն մոդեռն նկար, բայց կողքից ի հակադրություն եւ ի բողոք այդ ամեն ինչ դեռ նկարվում էր։ Իհարկե մեր օրերում դեռ կան նկարիչներ, որ նկարում են, բայց արդեն կրթություն, այսինքն կերպարվեստի դպրոցներում, ամբիոններում, համալսարաններում արդեն հատուկ Մաքթաբ Ղահվեխանի կոչվող այդ դպրոցը շարունակական այսպես բնույթ է կրում եւ դա մի այսպես անբաժանելի մաս է կազմում մանկավարժական կամ ասենք գեղարվեստական կրթություն ստանալու համար։ Այստեղ մի փոքրիկ մենք ֆիլմ ունենք, մի հատ եթե կարելի է դա մենք նայենք եւ դրանով արդեն սահմանափակ։ Ես մի հարց ունեմ։ Այո, խնդրեմ, դիտի Նամիկյան։ Մինչև հայրը սուրճը տարածված չէ, բասկաս։ Այդքան եղել է, իհարկե, այսինքն այդ ավանդույթները այդ ամեն ինչ եղել է, բայց գիտականորեն այդ ամեն ինչը ուսումնասիրված է եւ կոնկրետ հենց հայերի գալուց հետո, այսինքն այդտեղա այդ գաղթի հետ են կապ տալիս։ Իհարկե, մինչ այդ տարբեր այդպես տրակտատներ, գրություններ կան պահպանված են սրճախմության եւ այլն, բայց հայերը ավելի շուտ այսպես կարգավիճակ տվեցին, այսինքն ավելի ինչ-որ քաղաքակրթության հետ, այսինքն իրենց հետ բերելով այդ ամեն ինչը, դա նույնպես դարձավ մի ծիսական եւ ավանդական մի տեսակ, այսինքն կամ արողակարգ, որը հենց հայերի հետ էր կապվում։ Բայց անունը հայկական չի, Իհարկե, Ղահվեն, այո, բայց անունը ինչպես պարոն Հակոբն ասեց, դա ընդհանրապես նմանատիպ տերմիններ շատ վիճահարույց են նույն լեզվաբանների կողմից, որովհետև սկիզբը ով է օգտագործել եւ հնդիկների մոտ, եւ պակիստանցիների մոտ, եւ արաբների մոտ, իրանց նույն Ղահվեն տարբեր ձևով արտասանություն է։ Այսինքն երբեմն քյով, երբեմն ես անձամբ կարծում եմ, որ այդ նույն քաֆեիկ, այսինքն քոֆեն, այսինքն շատ բան դրանից, այո, ուղղակի տարադարձության կամ տարբեր ձև, այսինքն դրությունային այդ փոփոխությունը ի լեզվականը դա ըստ աշխարհագրական դիրքի կամ տեղանքի մի քիչ փոխվել է։ Բայց փաստը մնում է փաստ, եթե Իրանի մասին խոսենք, կոնկրետ Ղահվեն եւ Ղահվեխանեն, դա սուրճը եւ սրճարանը կամ սրճատունը, դա այդ արտահայտությունը եղել է հենց Սեֆյան Իրանից հետո եւ ավելի ղաջարական Իրանում ավելի արմատացել է եւ հենց իրանահայերի հետ են դա կապում, այո։ Այստեղ մենք Քյամալ Մոլքի ֆիլմից մի փոքր, իհարկե հենց նոր ես հիշեցի, որտեղ մի քիչ աշխատանքի բերումով չէի հասնում եւ նոր հենց իմ սերի ուսանողը օգնեց այս ֆիլմը YouTube-ից գտանք եւ այդպես կտրեցինք։ Այստեղ փաստորեն Քյամալ Մոլքը այդ խոստովանություն ստանալու այդ բանն է։ Եվ ուզում եմ փորձեմ, որ տեսնեն ինչքանով է մեղավոր Քյամալ Մոլքը։
شایعه تنها کچل درست باشه پس پادزر بشن در این فنجان بخور قصد زیادی به زندگی ندارم عاشق که پرهیز نیست بخور وقتی در این واقعه من بیش از آن کس می‌دونم که تو بی تقصیری این چون نیست که من کنم و فعلا نمی‌دونم از جانب کی կարող եք եւ անգլերենով կա թարգմանված, շատ հայտնի ֆիլմերից մեկն է։ Գլխավոր դերասանը նստածը Ջամշիդ Մաշայեխին է, մեր մի քանի տարի, մի երկու տարի առաջ կարծում եմ արդեն, եթե չեմ սխալվում, արդեն մահկանացու կնքեց։ Ժամանակները մի քիչ ինձ մոտ մի քիչ խառն են, բայց ամենահայտնի դերասաններից է եւ այստեղ ստանձնում է Քամալ Մորքի դերակատարությունը, որը եղել է մի քանի շահի անձնական եւ պալատական նկարիչ։ Այն նկարիչը, որը ռեալիստական կամ իրատեսական դպրոցի ներկայացուցիչն է համարվում եւ իր միջոցով փաստորեն մուտք են գործում դեպի ժամանակակից արվեստ։ Մի քիչ այդպես զուգահեռ տանելով կարող ենք մեր Հակոբ Հովնաթանյանի հետ զուգահեռ տալ, այսինքն նույն այդ դիմանկարները, որ Թիֆլիսյան եւ այսինքն եւ իրենից հետո արդեն կարծես ճանապարհը հարթեց արվեստագետների համար եւ մի քիչ ավելի արվեստագետները ավելի հեշտ սկսեցին գնալ դեպի նոր ժամանակներ եւ ստեղծագործել։ Այստեղ ֆիլմում այդ ամբողջ ֆիլմը նկարահանվել է Գոլեստան պալատ թանգարանում, ղաջարական ամենահայտնի թանգարաններից մեկում եւ 9 տարի ինքը մի կտավի վրա է աշխատել, որ այդ կտավը պահվում է փոքրաչափ կտավ է, բայց շատ հետաքրքիր պատմություն ունի, Նասեդդին Շահը գահին նստած հենց ինտերվյուում եւ այդ հայրիների դահլիճում նկարված եւ նկարը ավարտելուց հետո եւ թագավորին արդեն տալիս է վեզիրը գալիս է ասում է 9 տարի դու ունեցել ես շատ այդպես մեծ առավելություն ի տարբերություն այլ նկարիչների եւ հանգիստ երկու մուտք ես ունեցել եւ վերջերս բացահայտեցին որ թագավորի գահից ադամանտներ եւ թանկարժեք քարեր են պակասել եւ միայն դու կարող էիր այդպես ավել կողանայիր եւ այլն եւ այդպես շարունակում է պատմությունը թերևս այսքանը եթե կան Քամալ Մորք հենց նկարչի անունով է կոչվում ֆիլմը Քամալ Մորք որը դա տիտրոսն է որը հենց Նասեդդին Շահը հասել պարգևել է այդ նկարչին Ղաջարի կամ Ղաջար այդ անունը ընդհանրապես Արաբերենով որովհետև թուրքում է բացառայել։ Գնչու։ Ղաջար։ Գաբունի։ Իրենց տողմի եւ ցերի հետ է բանվինում, բայց արմատապես այո, բացառում է, որ արաբերենից եկած ընդհանրապես իրանական այդ այսինքն մասկական բառերը եւ անվանումները շատ վիճահարույց են արմատներով որտեղից են գալիս եւ այլն, բայց այո, հետքերը տանում են դեպի այդ ժամանակը։ Այդ ժամանակ փոքրի վաճառական հայերը ինչպես են անվանում, իրանց անուն տալիս են։ Հենց սուրճին։ Հաջերները, փոքրի հաջերները։ Խոջաները ընդհանրապես 17-րդ դարում ովքեր որ մետաքս էին արտահանում կամ թանկարժեք քարեր, չգիտեմ, եվրոպական տարբեր երկրներ եւ իրենց հետ վերում են գրությունների մեջ հենց նույնպես ղահվե է կոչվում։ Այսինքն նույն տերմինն է, որը օգտագործվում է։ Ուղղակի արտասանությունն է տարբեր ժամանակներում մի քիչ այդպես վերափոխվել է, բայց մեր օրերում հենց այդպես էլ ղահվե բաներում կը տառը, այսինքն որ այդ կահվեն, դա մի քիչ կամ ատրպատականի այդ հատվածները ավելի այդպես են հիշեցնում, բայց կահվեն ավելի ընդունած և տարածված։ Շնորհակալություն Իվետին
ընթացքում դեռևս այստեղ է կհասցնենք տարբեր հարցեր ուղղել, եթե կառաջանան այդ հարցերը։ Ես մի բան ունեմ խնդրելու, այստեղ մենք ունենք մեր ընկերներից մեկից ստացած ձեռքով պատրաստած օրագիր, որ այս ամիսների ընթացքում ներկաները բարբերաբար այստեղ իրենց տպավորություններն են լրացրել։ Հիմա Տիկին Խոտիկյանին ես կփոխանցեմ, որովհետև բազում անգամ եղել է, բայց այստեղ գրառում չի արել եւ խնդրեմ նաեւ մյուսներին ձեր տպավորությունները, կարծիքները, առաջարկները, որովհետև ծրագիրը դեռ հետագայում ասացի փոփոխված, բայց շարունակականություն ունենալու է։ Հիմա փոխանցեմ։ Որ այսօր, ինչպես ասացի, ամփոփիչ օր է, որոշ հիմա հատված ես շարունակեմ եւ հետո կփոխանցեմ Պետրոսին, եթե Պետրոսը ասելիք կունենա վստահաբար եւ հետո արդեն Տաթևը ամբողջական ամփոփ խոսքով երեկոն եւ ծրագրի այս հատվածը կհամարի փակված։ Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մեր երկու գեղեցկուհիներին, Լիլիային եւ Արփիին։ Պիտի խնդրեմ մոտենան, մեր աղջիկները ամառային այգու ամբողջ հարթակը աչքերը փակ արդեն անգիր գիտեին, որ հյուրի որ կողքով ոնց գնան, մեր կամավոր աղջիկներն են։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Իդեպ այս փառահեղ բանը երբ թանգարանային մշակույթում արդեն կամավորների այս տեսակը օրեցօր ավելանում է եւ մենք մեծագույն շնորհակալություն ենք հայտնում։ Այստեղ փոխադարձ շահեկան է եւ մենք այդ ընթացքում փորձում ենք իրենց ինչ-որ բան փոխանցել, այդ մթնոլորտը միջավայրը եւ իրենք ինչ-որ բան փորձում են վերցնել։ Հուսամ ինչ-որ բան ունենք ասել աղջիկներ։ Մենք էլ շատ շնորհակալ ենք թանգարանից ու իսկապես մեզ շատ բան ա տվել այս թանգարանը ու շատ հաճելի էր, ըստ երևի կամավորություններից ամենահաճելին էր։ Շնորհակալություն Հասմիկին, մեր հաստագրով այս դեպքերի իրադարձությունների շնորհակալություն Հասմիջաց, շնորհակալություն Արմանին, շնորհակալություն Հայտին, անընդհատ այսպես ապահովում է եւ հետո շատ արագ մոնտաժում եւ այն ապահովում, որ ակտիվացվի եւ մեր ստուդիա մեջ տեղադրի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել թանգարանի աշխատակիցներին, Աշոտին, Լիլիթին, Մարինային, Մանեին, Մայդային, Մայդաջան, ձեր տալար, այս ամիսները Մայդային ձերքով պատրաստված համեր միտատի պանուշեղերներն են, ուզում եմ շնորհակալություն հայտնել, այսօր մենք պատվավոր հյուր ունենք այստեղ մեզ հետ այս երեկոյին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Հայաստանում մշակույթի գծով խորհրդական էր պարոն Թապաթաբային մեր այստեղ իհարկե ես ուզեցի, որ եթե ինչ-որ բան ունի ավելացնելու, ասած, որ ես եկա, որ շատ բաներ ինքս ինձ համար բացահայտել, այնպես որ ամեն դեպքում շնորհակալ եմ ձեր ներկայության համար։ Այո, եւ իմ շնորհակալությունները իհարկե եւ Տաթևին են ուղղված եւ ակտուալ արվեստարարության քրտիչի խոսքով բոլոր եւ իհարկե մեր ամեն երեկոյի մեր հյուրերին, որ եկան եւ որևէ մեկի բացակայությունը պատճառ կլիներ, որ մենք հավանեինք, որ մեր ծրագիրը կարծես թե չի կայանում։ Այնպես որ յուրաքանչյուրը ձեր տեղում նպաստել է այս ծրագրի, այս թիմի կայացմանը, որի համար ես մեծապես շնորհակալություն եմ հայտնում բոլորին։ Իդեպս նաև Պետրոսի եւ Բարցես, բարեկներ, ուրեմն մեր կողքների համար դարբեր դեսարաններ ունենք, որ թույլը, տունդը, ավելի տունդը, սև սուրճով և նորման։ Եվ սովորական մեր սուրճի նման գարակ եպել և խմին։
հիլով արգա, սովորական արգա, կարտեր արդենգվել են, ոլոր ծանկանան վրա մոդելան։ Շնորհակալ եմ։ Սիրելի ներկաներ, ողջունում եմ, որ այսօր այս երեկոն հաճելի և տաքուկ ցավայրում իրականացավ։ Շնորհակալություն պարոն Միքայելյանին, Իվետին, որ մեր օրը իսկապես գծեցին բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններով, հատկապես ինձ համար, որ շատ ուսուցողական էր, և ուզեմ արաբական սուրճի հետ կապված փոքրիկ ավելացում անեմ, որ Արաբական Միացյալ Էմիրությունը, Սաուդյան Արաբիան, Օմանի և Քաթարի Սուլթանությունը 2015 թվականին արաբական սուրճը ներառել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում և արաբական աշխարհը մինչև 18-րդ դարը մենատերն էր սուրճի, որ մատուցում էր սուրճ աշխարհին, այն բողվում էր, որպեսզի ոչ ոք չիմանար, թե այդ հատիկն ինչ է իրենից իրական ներկայացնում, հետագայում իհարկե գտան գաղտնիքը և սկսեցին աշխարհի այդ վայրերից ներմուծել տարբեր երկրներ։ Շնորհակալություն եմ հայտնում Թումանյան թանգարանին, Հանձինե Սիրելի Անին և գործընկերներին, որ այսպես մեծ սիրով, պատրաստակամությամբ այս նախագծի իրականացման քայլերը օգնեցին և նպաստեցին, որպեսզի իրականանա այս ամենը։ Շնորհակալություն բոլոր բանախոսներին, որ մեծ սիրով մասնակցեցին և ոգևորվածությունը, որ կար մեր շրջանակներում կիսեցին մեզ հետ և մեր բոլոր հյուրերին, որ միշտ գալիս և կիսում են մեր ուրախությունը, որովհետև առանց ձեր ներկայության մեր երեկոն ամբողջական չէր լինի։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր բոլոր գործընկերներին, ովքեր նոր մեր երեկոներին մատուցեցին անուշաբույր սուրճ և 14 երեկո, 14 բացառիկ սուրճեր ենք ունեցել, ոչ մի երեկո չի կրկնվել և այսօրվա սուրճի համար Պետրոսին եմ ուզում շնորհակալություն հայտնել և մեր երեկոյի ամբողջ հետաքրքիր կոնցեպտուալ զարգացումը մտածեց Մկրտիչ Մաթևոսյանը ակտուալ արվեստից, ուզում եմ իմ շնորհակալությունները հայտնել իհարկե մեր կամավորներին, Հասմիկին, Հայկին, մեր ամբողջ թիմին, որ այսպես միահամուռ աշխատեցինք և շարունակելու ենք 2022 թվականին, սպասում եմ մեծ աշխատանք և ձեր ջերմ այցելությունները կօգնեն, որպեսզի էլ ավելի ոգևորվենք, էլ ավելի մեծ ծրագրեր իրականացնենք։ Շնորհակալություն։